Ոչ թե գաղափարից, այլ կարիքից ծնվեց բարեգործական հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը։ Արցախի հանրապետության պետական նախարար Նժդե Իսկանդարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամ։ Այն կյանքի է կոչվել նեցուկ լինելու Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքներին, որոնք պատերազմի կամ պայթյունի հետևանքով ունեցել են զոհեր, հաշմանդամներ, անհետ կորածներ։ Այս մասին հոկտեմբերի 13-ին Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց հենց ինքը Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանը։ Բարեգործական հիմնադրամի նպատակը առաջին հերթին թիրախային խմբերն են, հանդիսանում են զոհվածների ընտանիքները, առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձիկ, ինչպես նաեւ պայթյունից տուժված անհատները, իհարկե եթե ֆինանսական հնարավորություն լինի, այլ շահառուներ եւս կընդգրկվեն, բայց հիմնականը զոհվածների ընտանիքներն են։ Արցախի պետնախարարը ասուլիսի իր առաջին խոսքով շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բռնի տեղահանված արցախցիներին գրկաբաց ընդունելու համար, բայց խնդիրը պետք է լուծվեր կառավարության կողմից։ Մինչև պետնախարար նշանակվելը Նժդե Իսկանդարյանը որպես արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ կարողանում էր որոշակի բանակցություններ ունենալ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, այդ թվում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, սակայն կառավարության դռները փակվեցին նրա առջև պետնախարար նշանակվելուն պես, իսկ տրված խոստումներն էլ մնացին օդից կախված։ Մենք հանդիպումներ ենք ունեցել հիմնականում սոցիալնախարարության փոխնախարարի հետ, հանդիպումներ ենք ունեցել փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ։ Նշված անձիկ որևէ կերպ չեն արձագանքում եւ կան խնդիրներ, որոնք որ լուծումներ են պահանջում։ Նախաձեռնությանը միանալու համար Իսկանդարյանը դիմեց հայաստանյան, Արցախի եւ Սփյուռքի գործարարներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին երկար տարիներ նրանք ղեկավարել են Հայաստանի կառավարությունը, ուրեմն հանրապետությունը, եւ վստահ են, որ իրենք ունեն այն կապերը, ինչը կարող է նպաստել, որպեսզի արցախցիների խնդիրները թեթևացնենք, մեղմացնենք։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ օրվա իշխանությունների մեկ օր մնալը հավելյալ խնդիրներ է ստեղծելու մեզ բոլորիս համար։ Եվ իհարկե դիմում ենք մեր հայ բարերարներին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին, շատ լավ գիտակցելով իրենց այսօրվա կացությունը, դիմում ենք Սփյուռքում ապրող մեր հայ սրտացավ հայրենակիցներին սատար կանգնելու եւ միասին լուծելու արկա խնդիրները։ Դիմելով Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներին, արդյոք մտավախություններ չունեն թիրախավորվել գործող իշխանության կողմից, Իսկանդարյանը պատասխանեց. Մենք առաջին իսկ օրվանից ունեցել ենք այդ մտավախությունը եւ ասեմ, որ իշխանությունը ամեն կերպ փորձել է խոչընդոտել եւ անձնական դուք գիտեք որոշ խնդիրների մասին, որոնց առաջ ես կանգնել եմ, բայց սա միայն մոտիվացիա է տալու եւ որևէ կերպ չի խոչընդոտելու, որպեսզի մենք մեր հետագա գործառույթները շարունակենք։ Իսկանդարյանի համոզմամբ այս քայլով կանխելու են արցախցիների արտագաղթը մայր Հայաստանից եւ օրակարգում են պահելու Արցախ վերադարձի արցախցիների իրավունքը, քանզի որևէ իշխանություն եւ որևէ մեկը չի կարող փակել Արցախի հարցը։